հանդիսանում եք ձեր բարիկը մեր Սլավմեդ բժշկական կենտրոնում ծննդատանը ծնված 12000-րդ նորածինն է եւ մենք ավանդույթ ունենք տնօրենության կողմից դիտեմս հիմնադիր տնօրեն Արմին Հավակիմյանի ամեն 1000-րդ նորածնին նորածնի մայրիկին նվեր հանձնելու սիրով հանձնում ենք ձեզ նվերը, բարով վայելեք։ Նվերի հետ կապված շատ շոյված եմ, շատ հաճելի անակնկալ է, որպես մայրիկ գնահատված, շատ հաճելի էր։ Իմ երկրորդ բալիկն է, այո, ծննդաբերել եմ բնական ճանապարհով, ամեն ինչ շատ լավ է անցել ու այդ հարցում շատ շնորհակալ եմ Սլավմեդի ողջ անձնակազմին, մանկաբարձուհիներին, իմ անձնական բժշկին։ Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը ձևավորվել է ավանդույթ հուշանվեր հանձնելու ամեն 1000-րդ ծնված երեխայի մայրիկին։ Առաջի հուշանվերը հանձնվել է մեր ծննդատանը ծննդաբերած առաջի ծննդկանին 2014 թվականի, երբ որ հիմնադրվել է ծննդատունը։ Այս տարի տարվա 1000-րդ ծնված երեխան համընկավ Սլավմեդ բժշկական կենտրոնի գործունեության ընթացքում ծնված 12000-րդ նորածնի թվի հետ։ Սլավմեդը ընտրել եմ որպես խորհուրդ ընկերուհուցս, քանի որ ինքը իր առաջնեկին այստեղ ունեցել ու շատ շնորհակալ եմ այդ խորհրդի համար իրան, որովհետև շատ ճիշտ ընտրություն էր, սկսած բժիշկների պրոֆեսիոնալությունից, վերջացրած այդ ամբողջ հոգատարությունից անձնակազմի, ինչ շատ զգում էի պաշտպանված հղի այստեղ կարելի ասել։ Հաշվառվել եմ Սլավմեդում հենց ամենասկզբից, անցել եմ մի շարք հետազոտություններ, դոպլեր, սկրինինգ, ամբողջը կատարվել է Սլավմեդում։ Ճիշտ է, ես հիմա դուրս եմ գրվելու, բայց ելի լինելու ենք բժիշկների հսկողության տակ, ես էլ, բալիկս էլ։ Երեխայի ծնվելուց անմիջապես հետո ստուգվում է երեխայի վերակենդանացնելու անհրաժեշտության հանգամանք, այ։ Սովորաբար նման կարիք ունենում են երեխաների շատ քիչ տոկոսը, 1-ից 5%-ը։ Այս բալիկը բարեբախտաբար չի ունեցել վերակենդանացման կարիք, դրվել է մայրիկի կրծքին, այնտեղ մաշկին շփում է ապահովել եւ դրանից հետո արդեն հետծննդյան պալատներում, համատեղկեցության պալատներում սկսվել է իրականացվել երեխայի ամենօրյա խնամքը։ Սկրինինգները արվում են 48 ժամից հետո եւ բոլոր սկրինինգները բարեհաջող անցել է այս բալիկը եւ որևիցե խնդիր չի հայտնաբերվել իր մոտ։ Սլավմեդ բժշկական կենտրոնի ծննդատանը հիմնադրման օրվանից ամեն տարի ավելանում է մեր ծնունդների քանակը։ Այժմ մենք ունենք տարեկան 1600-ից ավել ծնունդներ, ծննդկաններ ունենք առանձին սրահներ, որոնք ապահովված են առանձին մատչակալներով, մանկաբարձական աթոռներով, մոնիտորներով, տաքացուցիչ սարքերով եւ անհրաժեշտ պարագաներով, որոնք թույլ են տալիս հսկելու ծննդաբերի եւ նորածնի բոլոր պարամետրերը։ Հետծննդյան պալատներում ապահովված են բոլոր պայմանները, տրվում է սնունդ հատուկ ծննդկաների համար ծննդաբանի կողմից մշակված հատուկ բաղադրիչներով, բաղադրատոմսերով, ծննդկանների շուտ ապաչինման եւ դուրսգրման համար։ Սլավմեդ բժշկական կենտրոնում հղին հնարավորություն ունի իր ցանկությամբ ընտրել բժշկին, ով կվարի հղիության ամբողջ ընթացքը սկզբնական փուլից մինչև ծննդաբերություն եւ հետծննդաբերական շրջան։ Բժիշկը մշտապես կապի մեջ է լինում ապագա մայրիկի հետ, յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկվում է, տրվում են մասնագիտական ցուցումներ եւ խորհուրդներ։ Նորածնային բաժանմունքում ներդրված են համաշխարհային ճանաչում ունեցող վերջին սերնդի սարքավորումները, որոնք հնարավորություն են տալիս նվազեցնել նորածինների մոտ հաճախ հանդիպող լուրջ բարդությունները եւ ապահովել վաղաժամ ծնված նորածինների լիարժեք խնամքի պայմաններ նույնիսկ ամնաբար դեպքերի ժամանակ։ Ես կցանկանայի, որ մեր հայ ազգը չվախենար երեխա ունենալուց եւ հաշվի առնելով մեր դեմոգրաֆիկ ցուցանիշները շատ ավելի արագ որոշեր բալիկներ ունենալ։ Խորհուրդ կտամ բոլոր մամաներին, որ անպայման վայելեն իրենց հղիությունը եւ մայրությունը։ Շատ բալիկներ ունենան։ Ես ունեցել եմ իմ երկրորդ բալիկին եւ մտածում եմ, որ նորից կվերադառնամ այստեղ անպայման երրորդ աղջիկ ունենալու համար։